Լռությունը կարող է լինել խլացնող, բայց այս արվեստանոցում այն մեղեդի է։ Նա լքեց մայրաքաղաքի աղմուկն ու իր տունը կառուցեց աշտարակի այս հանդարտության մեջ, որպեսզի ամեն առավոտ պատուհանից ներս տարածվող լույսի հետ առաջինը տեսնի Մասիսի հավերժական հայացքը։ Այս գունեղ կտավների հեղինակը հայ նկարիչ Աշոտ Պետրոսյանն է, մարդ, ով աշխարհը տեսնում է գեղեցիկի ու կատարելության փնտրտուքի մեջ։ Նա ծայրահեղ պահանջկոտ է ինքն իր նկատմամբ և անսահման մանրակրկիտ ամեն մի վրձնահարվածում։ Եթե ուշադիր նայեք այս պատերին, կհասկանաք, նրա յուրաքանչյուր աշխատանք, յուրաքանչյուր գույն ու գիծ մի անկեղծ բացառիկ խոստովանություն է։ Նրա ամբողջ արվեստը հայրենիքի հանդեպ տիեզերական, անդավաճան սիրո արտահայտությունն է։ Նա չի նկարում պարզապես բնապատկերներ։ Նա կտավին է հանձնում այս հողի հոգին, քարերի ջերմությունն ու լույսը։ Նրա համար ստեղծագործելն ու հայրենիքը նույնական են։ Բայց այդ դեպքում ինչը կարող էր ստիպել մի արվեստագետի, ում ամբողջ էությունը լեցուն է միայն լույսով, սիրով ու արարումով, մի օր ցած դնել վրձինը և վերցնել մարտական զենքը։ Նախ դու ինքդ պիտի ինչ-որ ճանապարհ անցնես, դու չես կարա որոշես ես բովանդակություն ունեցող հիմա պիտի նստեմ նկարեմ, չի կարա տես լինի, չես կարող դու որոշել, նախ դու պիտի իմանաս ինչ ես ուզում, ինչ ես ուզում, քո կյանքը բովանդակություն ունի թե չէ, դու կյանքի մեջ ես թե չէ, կամ սեր կա մեջը թե չէ, ամեն ինչ կարծում եմ հենց դրանից է գալիս, եթե քո ներսում սեր կա, դա ստացել ես ծնողներից, հայրենիքից, ընկերներից, կամ ժառանգել ես, եթե դա ունես, այդ սերը անսահման է ու դու դա մի օր դառնում է բովանդակություն կարծում եմ, բայց նստես որոշես, որ ես օրինակ սեր եմ նկարում, հիմա սեր պիտի նկարեմ, այնքան սուտ բան կլինի, դա պիտի կամ ժառանգես, կամ քո ընկերներից, ծնողներից, քո պետությունից, հայրենիքից, դա պիտի ստանաս, կամ պիտի տեսնես, կամ քեզ պիտի ցույց տան, իսկ մնացածը քո ներաշխարհն է, քո ներսում ապրումներ են, զգացումներ են, այդ կա սեր, չկա սեր, արդեն դիտողը ինքը իրան է գտնում, իր զգացումներն է գտնում, ամեն մեկը իրան հարազատ բան է գտնում, եթե գտնում է շատ լավ, եթե շատ բաներ է գտնում, ավելի լավ, եթե ուրախանում է, ավելի լավ, եթե ուզում է իրա տաննել կախվածը լինի, համ ինքն է երջանիկ, համ դու ես երջանիկ, որ իրան պետք է, իրան ուրախացնում է, իրա կյանքը զարդարում է, դու էլ ուզում ես ինչ-որ բան անել այս աշխարհում, դեպի Աստված պիտի գնանք էլի, ինչ է արվեստը, արարման ձգտումն է, որ ուզում ես նմանվել Աստծուն, որովհետև առաջին ամենամեծ նկարիչը դա Տեր Աստվածն է, բնությունն է, Աստվածն է, որ լիքը անուններ ունի, սերն է դա, արևն է, տիեզերքն է, ամենամեծ նկարիչը Տեր Աստվածն է, որ մեզ այդ շնորհը տվել է, նմանենք իրան, ուզում ենք նմանվենք իրան, մենք էլ մի բան անենք էլի, ճիշտ է ծառ ենք նկարում, կրկնօրինակում ենք, բայց մեր ներաշխարհից ծնվելով, մեր աչքերով, մենք ուզում ենք մի քիչ նմանվենք իրան, հա,
բացի որ ուզում ես նմանվես, որ ճանաչում ես շատ բաներ, ակամայից էլ դա սկսում ես փոխանցել մյուսներին։ Լավ վարակիչ բան է, արարել, չէ՞, մարդը արարելուց է երջանիկ, ուրիշ ինչից։ Նա իր իսկ աշխատանքների, կտավների անհանգիստ գծերի ու բախվող գույների մեջ դեռ վաղուց տեսնում և պատկերում է պայքարը ընդդեմ անարդարության։ Նրա համար ստեղծագործելն արդեն իսկ կեղծիքի դեմ դիմադրության ձև է։ Սակայն երբ այդ անարդարությունը դուրս է գալիս ու սկսում է խեղդել ամբողջ հասարակությանը, կտավի վրային ներքին ընդվզումը վերածվում է բացահայտ ֆիզիկական դիմակայության։ 2012 թվականից սկսած Հայաստանում օդը գնալով ծանրանում էր։ Ընտրական գործընթացները վերածվել էին բացահայտ ֆարսի, որին հաջորդում էր համատարած անարդարությունն ու ամենաթողությունը։ Գողացված քվեները ժողովրդից խլեցին ամենավերջին հույսը, թե երկրում հնարավոր է որևէ բան փոխել օրինական ժողովրդավարական ճանապարհով։ Որպես անկեղծ արվեստագետ, նա չէր կարող քաղաքական կեղծիքի առաջ աչքերը փակել, հարմարվել։ Նա չընդունեց այդ խաղի կանոնները։ Արվեստագետը չէր կարող փակվել իր պատերի ներսում, երբ պատուհանից այն կողմ իր ժողովրդի ձայնն ու արժանապատվությունն էին տրորում, իսկ դատարանները վերածվել էին կամակատարների։ Նա անցավ խաղաղ պայքարի բոլոր ճանապարհներով, բայց համակարգը բացարձակապես խլացել էր։ Դե այդ անարդարությունները բոլոր առումներով ինձ էլ էր խեղդում, որովհետև ես այստեղ ծառ եմ տնկում, բան եմ անում, տեսնում եմ բոլորը վաճառում են, ում դրան վրա նայում եմ, վաճառվում է, չնայած նույն բան չի փոխվել, հիմա էլ է նույնը։ Ոնց որ մենակ ես մնում, ընկերներդ, հա, շատերը կան, բայց այնքան խեղճ են, որ այդ խեղճությունից իրանք էլ են խուսափում։ Ես փորձում էի առիթներ ստեղծեինք, հավաքվեինք, բան, բայց այդ իմ վիճակի մեջ էլի մենակ էի զգում։ Եվ որ այդքան բողոքներ լսում է, ասացել մի հատ գտնեմ մեկին, որի հետ կարելի է միանալ ու մի բան փոխել, էլի։ Այդ գտա Ժիրայրի ու կամաց քայլ առ քայլ ուսումնասիրեցի, հետները շփվելով, այտենց արդեն զարգացավ, ակտիվացա, տարբեր պայքարներ, դուրս մեր գրպանից, 100-ամյակ առանց ռեժիմի, նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան, ինչ-որ զարգացումներ էր գնում։ Մի օր միտք եկավ, ասեցի Ժիրայրին, դե դու ճանաչում ես էլի, ինձ մի 5-6 հոգի երիտասարդներ են պետք, ասեցի ինչի համար, ասեցի մտածում եմ, որ այդ երիտասարդների հետ միասին մի խումբ ձևավորենք, որ գնանք արվեստի աշխարհի, գիտնականների, քաղաքական գործիչների հետ շփվելու, այդ շարժման գաղափարների շուրջ, հայրենիքի փրկության մասին, մի քիչ ճոռոմա հնչում, լավ բաներ էինք հասկացել ու այդ շարժումը իր կորիզի մեջ կար դա ու տեղ հենց ստեղծագործություն կար, այդ շարժումը ինքը քաղաքական իմ համար շարժում չէր, ոնց որ ստեղծագործական շարժում լիներ, որ անընդհատ ինչ-որ լավ բաներ էր մտածում ու էդ էլ ինձ ոգևորում էր, այդ օրերին ամբողջ Երևանը ողողված էր պաստառներով, Ջիվան Գասպարյանը, Հրանտ Թոխատյանը, այդ համակարգի մեջ, հա, ծառայություն մատուցող մարդիկ, չվախենանք այտենց ասենք, դա արդեն փաստ է, ու շատ-շատերը ինձ
կարգախոսներ են, Ջիվան Գասպարյանը իմ զենքը, իմ դուդուկն է, Հրանտ Թոխացյանը իմ զենքը, բեմն է, տենց կարգախոսներ կային ու դու էլ պայքարում ես, տեսնում ես, ինչ որ կեղծիկ կա, ես ինչ ճոռոմ բաներ են, դրան հակառակվելով եմ էդ ասել էլի, որ իմ զենքն էլ վրձինը չի կարա, եթե ես վիճակում ենք բոլորս, չի կարա էլի իմ զենքը դառնա վրձինը կամ բեմը կամ բան, այդ միտքը տեղից է եկել, որովհետև ամբողջ քաղաքը այդ պաստառներով էր ողողված, էլի սուտ, կեղծիկ, ընդեղ աղքատությունը, անարդարությունը ամեն ուր եք տիրում, բայց ինչ-որ մարդիկ ճոռոմ բաներ են ասում, հիմա ես էլ դրան հակառակվելով էդ ասեցի, բայց դե այդ միտքը կարևոր չի էլի, դե պայքարի ձևը արդեն փոխվեց, որովհետև անընդհատ բոլոր հնարամտությունները, փափուկ ձևով, որպես քաղաքացի, գոռալով, քայլելով, նստելով, նստացույցների մասին նկատի ունեմ։ Բոլոր խաղաղ միջոցներով գործիքները տեսանք չէր աշխատում եւ դա ավելի շատ սրեց հողերի հանձնումը, չէ, վտանգված էր, արդեն որոշում կար, այդ հոտը տարածված էր ամենուրեք եւ արդեն քայլերի են անցել կոնկրետ, ինչ պիտի անեինք, ստիպված էր ճար չկար, Մինչև 2016 թվականը Աշոտ Պետրոսյանն ու իր գաղափարակիցները տարիներ շարունակ փողոցում էին, հստակ քաղաքական օրակարգով։ Նրանց հիմնական թեզն անդրդվելի էր։ Ներքին կոռուպցիան, թալանն ու պետական ինստիտուտների կազմալուծումը ուղիղ գծով տանում են անվտանգային աղետին։ Նրանք բացահայտ զգուշացնում էին, ներսի թուլությունը առաջինը հարվածելու է Արցախին եւ կանգնեցնելու է երկիրը գոյաբանական վտանգի առաջ։ Սակայն այս ահազանգերը իշխանության կողմից որակվում էին որպես ծայրահեղականություն եւ մնում անպատասխան։ 2016 թվականի ապրիլի քարորյա պատերազմը դարձավ այդ զգուշացումների արյունոտ հաստատումը։ Ռազմական գործողությունները վերհանեցին այն ամենը, ինչի մասին տարիներով խոսվում էր։ Առաջնագծում կանգնած 18 տարեկան զինվորները ստիպված եղան սեփական կյանքով փակել համակարգային ձախողումների հաշիվները։ Այս կետում Աշոտ Պետրոսյանի համար փլուզվում է խաղաղ, իրավական ճանապարհներով փոփոխությունների հասնելու վերջին պատրանքը։ Երբ ներքին արատները վերածվում են սահմանին կանգնած զինվորի արյան, քաղաքական երկխոսության գործիքները այլևս սպառված էին։ Հայրենիքի կորուստը դառնում է ֆիզիկապես շոշափելի իրականություն։ 2016 թվականի հուլիս, ապրիլյան պատերազմից ընդամենը 3 ամիս անց քաղաքական ճգնաժամը Հայաստանում հասնում էր իր գագաթնակետին։ Այս իրավիճակում խոսքի ու վրձնի ուժն այլևս բավարար չէր համակարգը սթափեցնելու համար։ Ստեղծված ծայրահեղ պայմանները Աշոտ Պետրոսյանին կանգնեցրին վճռական ընտրության առաջ։ Հուլիսի 17։ Հազարավոր արվեստագետների մեջ նա միակն էր, որ որոշեց հնչեցնել արթնացման շեփորը։ Նա իր գաղափարակից ընկերների հետ ապստամբեց։ Որովհետև իմ զենքը վրձինը չէ, երբ որ տարապում եմ։ Դա սեփական անձը զոհաբերելու գնով հայրենիքը կործանումից փրկելու փորձ էր, որին գնաց նա։ Ընդհանրապես ամեն ինչի համար էլ կարելի է ապստամբել։ Եթե չես ապստամբում, հանցակից ես դառնում համակարգին։ Ամեն ինչի հանդեպ։ Օդում կախված բան կար, որ հասունացել էր դա, սենց չի մեկ էլ հոպ որոշվել, դա կուտակվում է օրերի, տարիների ընթացքում,
գալիս ես այդ համոզմանը, համոզմունքներին, կամաց գալիս ես, քեզ անգամ քթիցդ բռնած տանում է, այդտեղ ասում է, ճար չունես, դա է մենակ, հա, ու դու դա չես որոշում, հենց համակարգն է դրդում, հա, համակարգը ինքը դրդում է դրան, ինքը ինչքան սեղմես, մի օր ցավը քեզ է գալու, չէ, դու ինքդ փորձի մի բանին ուժ գործադրես, այդ ցավը քեզ է գալու, հետ է վերադառնալու, հիմա մենք այդ վիճակին ենք, դե այդ 12 թվից 16 թիվը արդեն ուսումնասիրելու այդ փուլերը բոլոր անցել էր դու, գիտեիր արդեն, ճանաչում էիր, ովքեր են քո հետ, տեսնում ես, ով որտեղ է տկարանում, ով է ներսից ազնիվ, մաքուր, ով է անկեղծ, լավ չասենք ազնիվ ու մաքուր, ով է անկեղծ, ու տենց կորիզ էր կուտակվել, հավաքվել, Պոպցը գնդում էր երևաց, որ այո, շատերը հենց այդպիսին էին, արդարամիտ, հայրենասեր և ամենակարևորը անկեղծ, կամ ժողովուրդը ոտքի է կանգնում, մաքրում է, սրբում է, ոնց էր Արոն ասում ես, կեղտը մաքրում է ինքը, կամ Աստված գիտի արդեն, ավելի շատ մինչև քո անձից ձեռ չքաշես, այդ վիճակին դու ինքդ քեզանից ձեռ ես քաշում, որպեսզի ինչ-որ արդյունք ստանաս, այդ արդյունքը տեսանք, ինչ-որ քանակի ժողովուրդ դուրս եկավ, դե ապրիլյան պատերազմն էր, այդ էր պիկը էլի, Աբաջանի այդ բողոքն էր էլի, հենց այդ էր, որ վերջ, դրանք փուլեր են, չէ, Շանթ Հարությունյան գործողությունը, դրանք սաղ փուլեր են, մեր տանջանքը, այդ փողոցներում պայքարելը, էլեկտրիկ Երևանը, չէ, դրանք սաղ կուտակումներ են, որ ձնագնդի պես մեծանում է, արդեն մի օր կրակում է դա, դառնում է զենք, կրակում է։ Ապստամբության ընթացքում տեղի ունեցած հերթական փոխհրաձգության ժամանակ Աշոտ Պետրոսյանը 2 ոտքից ծանր վիրավորում ստացավ։ Մարտական զենքին անմիջապես փոխարինելու են գալիս վիրակապերը, ծանր վիրահատություններն ու ձեռնաշղթաները հիվանդանոցային մահճակալին։ Ֆիզիկական տառապանքն ու դատապարտյալների հիվանդանոցի մեկուսացումը դառնում են համակարգի պատասխան հարվածը։ Հաջորդ կանգառը բանտախուցն էր։ Մի րոպե պայքարի մասին է ասում, մասին չթող չողբան, լաց լինեն, այլ գործան։ Սակայն այնինչ պետք է լիներ պատիժ ու կոտրեր անհատին, վերածվում է բոլորովին այլ իրականության։ Համակարգը մեկուսացրեց ապստամբին, բայց բանտը դարձավ արվեստագետի ամենաանհավանական արվեստանոցը։ Զրկված լինելով ազատ տեղաշարժից, ընտանիքից և բնական լույսից, Աշոտ Պետրոսյանը խցի գորշ պատերի ներսում վերադառնում է իր գլխավոր կոչմանը։ Հենց այստեղ, անազատության մեջ ծնվում են նրա լավագույն, ամենախորը և գաղափարական ստեղծագործությունները։ Բանտային կյանքը ոչ թե խլում է նրա գույները, այլ սրում է դրանք, դարձնելով յուրաքանչյուր կտավ ներքին բացարձակ ազատության ապացույց։ Ես զգում էի, որ սա ինչ-որ փոխվելու է, մի ուրիշ բան է դառնալու։ Ուղղակի ժամանակավոր վիճակ է, անգամ երանավետ վիճակ, որովհետև բանտարկված լինես, բայց այդքան ազատությունը համտեսես բանտում, շշմելու բան էր, դա էլ պիտի ծանոթանայր առանձին ինքդ որպես մարդ։ Հա, դե գնդում այդ օրերից հետո առաջին վիրավորվողը ես եմ եղել, ես եմ, ինչ որ ասում ես, ես ինքս աչքերովս տեսել,
զգացել եմ այդ քույրերը, բժիշկները ինչ կռիվ էին տալիս այդ համակարգի խամաճիկների հետ, անգամ դիմակներով, ես տեսել եմ, հրում էին, խփում էին, ահավոր մի վիճակ էր, երջանկությունը, ցավը, վախը, սաղ սենց խառնված էր վիրահատարանում, չգիտեմ պատմել եմ թե չէ, ուրեմն վիրահատող բժիշկը սկսեց լաց լիներ իմ վրա, ես իմացա, ես մեռել եմ, ինչ է եղել, հուզմունքից իրանք վախեցել էին, թե ափսոսում էին տղեկին, թե իմ վրա լաց էր լինում, այն մի բժիշկ եկավ սենց կոպիտ արմունգով հրեց, ասեց ես կշարունակեմ, այդ քույրերը բանի, այդ ինչ էր, ես ուզում էին ինձ բամբակի մեջ պահեին, իրանք չէին հավատում, որ վերջ ավարտվեց, դաժե դրանով ոնց որ մի նոր բանի սկիզբն էր, իրոք ավելի էին ոգևորվել, մի հատ ուրիշ հոգատարություն էր Հերմինե, ես շնորհակալ եմ, իրանք անգամ չէին թաքցնում իրանք զգացումները, համակարգի մեջ ծառայում էին, բժիշկ էին, բան էին, բայց լնայի բոլորի մեջ կար այդ բողոքը, իրանք ուզում էին բան փոխվել, բայց ոչ թե իրանք անեն, իրանց ընդամենը զգացումներ, հուզմունք, ուրախացել էին, որ ինչ-որ մարդիկ կային, որ արել են դա։ Վագնը ինձ ուզեցի գրիշներ ուղարկես, ներկեր չէին թողնում, հետարքիր գրիշներ էին, մի գործը հենա գույներից, այդ CB-ում էի, հիվանդանոցում էի, դե վիճակ էր այդ երանության բացառիկ ազատության մեջ ինչ պիտի անես, պիտի նկարես, ուրիշ ինչ անես, այդ քաոս ասեմ, բուրըն զգացողությունների այդ վիճակներից հետո պիտի գար թռչելու ժամանակ, այսպես ասեմ, պիտի նկարեի, էլի, ու սկսեցի նկարել, երևի համակարգի տեսա, որ լավ եմ զգում դրանից, ուրախ նկարում եմ, արդեն կտավով գույներ էի ուզում, յուղաներկեր, խորամանկ էին երևի, թույլ չէին տալիս արդեն, տարբեր բաներ պատճառաբանելով, երևի ուզում էին այտենց ընկճեին, բայց չէ, տարբեր գրիշներով հիմա մարկեր են ասում, բան, այտենց գրաֆիկաներ, բան, այդ ինչ գույներ էլ ունեի, գույներով ինչ-որ բաներ, գրաֆիկաներ արեցի, լավ է զգում, երջանիկ էի, սարսափ չկար, կասկած չկար, գիտեի, որ այս տենց չի կարա խեղտվի, այդ ինչ որ արվեց, չի կարա խեղտվի, ինչ որ բան պիտի լինի, մեկ էլ մի օր տեսակ փողոցները լցվեցին, մարդկանցով լցվեցին, ոչ թե 40,000, այլ 100,000-ներով, դե ստեղծագործություն ինքը պայքար է, չէ, երևի իրար նման բան կա այդտեղ, որ դու ստեղծագործող ես, իրանք իրար նման են, հիմա ինչ կապ ունի, վիրավոր ես, քաղաքականություն է, կամ եթե արդարության կամ անարդարություն կա, դրա դեմ ես կռիվ տալիս, այսինքն անարդարությունը ինչն է, տգեղն է, արդարությունը գեղեցիկն է, դու շարունակում ես գեղեցիկը որոնել, ուրիշ հա, զենքով կլինի, թե հիմա մատիտով գրիչով, եթե դու գեղեցիկի պահանջը ունես, որոնում ես իրան, հիմա արդարությունը էլի եմ կրկնում, դա
Գեղեցիկ բան է, չէ՞։ Ինքը գեղեցիկն է ինձ։ Երբ որ քո ներսում է ծարավը պահանջը կա գեղեցիկի, կարևոր չի արդեն գույներով ես այդ գեղեցիկը փնտրում, թե զենքով։ Բանտում անցկացրած տարիները չեն փոխում Աշոտ Պետրոսյանի սկզբունքները։ Ազատ արձակվելուց հետո նա չի ընտրում լռությունն ու անվտանգ հեռավորությունը։ Տարիներ շարունակ նա կրկին հանրահավաքների հարթակում էր, փողոցային ցույցերում եւ հանրային ընդվզման ամենաակտիվ կիզակետում, շարունակելով հետևողական պայքարը համակարգային անարդարության դեմ։ Նրա քաղաքացիական դիրքորոշումը մնում է անդրդվելի երկրի կյանքի բոլոր ճգնաժամային փուլերում։ Եվ հիմա այս տևական անդադար պայքարի ճանապարհից հետո նա նորից այստեղ է, իր արվեստանոցում, իր վրձինների հետ, Արարատի հավերժական հայացքի ներքո։ Սակայն նրա կտավներն այժմ ունեն բոլորովին այլ, անդունդային խորություն։ Յուրաքանչյուր վառ գույնի, յուրաքանչյուր մուգ ու կտրուկ գծի տակ հիմա թաքնված է անցած ամբողջ ճանապարհի ցավը, բանտային զրկանքները եւ սեփական հողի համար ամեն ինչ զոհաբերելու պատրաստակամությունը։ Նա վերադարձել է արվեստին, բայց նրա գաղափարական ընդվզումը երբեք չի ավարտվել։ Այն ուղղակի ստացել է նոր, մնայուն ձևակերպում։ Պայքարի ձևը փոխվի, հիմա այսօր նկարում ես, վաղը կարող է նորից փողոց դուրս գաս։ Բայց արդեն նոր բանով, ինչի եմ ասում, ես հենց այդ եմ հասկացել, որ Աստծով առաջին կետը, առաջին քո ձգտումը պիտի լինի, այո, հավատով։ Հա, հիմա հավատը ինչ է, հավատում եմ, որ սա իմ հայրենիքն է, չէ, Աստված պիտի լինի ու պիտի կողմնորոշվի, քո Աստվածով է, եթե քո բնույթով պայքարող մարդ ես, կապ չունի որտեղ ես արվեստանոցում, փողոցում, թե բևեռի գրասենյակում, կարևոր չի դա։ Հա, ուղղակի ձևն է, տեսակն է փոխվել, վաղը կարա նորից վերադառնա, մի ուրիշ բան դառնա, էլի։ Վերադառնա նույն տեղը, ասենք գնացիր ընդեղ, որտեղից եկել ես ստեղ, հետո ստեղից գնաս ընդեղ, բան չի փոխվել։ Եթե քո բնույթով պայքարող մարդ ես, չարը բարուց զատել գիտես, այդ կռիվը ունես անընդհատ տալու ես, էլի։ Որ տարածքում ես, որ վայրում ես, գործիքներդ ինչ գործիքներ են, դա կարևոր չի։ Այդ բնույթը դա քո։ Դե եթե դու հասկացել ես բարին որն է, չարը որն է, իրանց զատում ես, տարբերակում ես, որը մեր ժողովուրդը կորցրել է, հա, կորցրել է ինքը, չի հասկանում, ինքը գիտի բարին կարտոֆիլ ուտողն է, ավտոբուսի մեջ երգել պարելն է, չգիտեմ ինչ ուտելն է, շատ ուտելն է բարին։ Հիմա չի նշանակում, որ ժողովուրդը շեղվել է։ Հիմա եթե չես պիտի ճանաչես այդ որն է, պիտի ուզենաս ձգտես, եթե չես ուզում, ինչ անես, կամ եթե շեղվել ես այդ բարին սերն է, բանն է, ասենց ասելով չի հերմին է, որն է, պիտի հստակեցվի։ Հա, արդարությունն է, հիմա, որն է այդ արդարությունը, որն է, ինչ է արդարությունը։ Հա, բայց դա ինչ է, Աստված նմանությունն ասում որոնելն է։ Հիմա դու կարող ասես տանում է քրիստոնեություն, տանում է բան, որոշ մարդիկ կարող է ասեն շեղվածություն է։ Դե ինչ է, մարդու ծնված օրվանից Աստծուն որոնելու վիճակի մեջ է հայտնվում, դրա համար է հայտնվում պայքարի մեջ, չէ, ինքը պայքարի միջոցով փորձում է արդարությունը ճանաչում է, փորձում է վերականգնի Աստծուն, չէ։